Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկի մեթերում։ Այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ։ Իշխանությունները վերջին մի քանի ամիսներին քարոզչական ամբողջ գործիքակազմը օգտագործելով հանրությանը փորձում են համոզել, որ իրենք 50+ ձայն ունեն, վերընտրվելու խնդիր չեն տեսնում, բայց սրա հետ զուգահեռ օրինակ հրաժարվում են հայկական Հայաստանի անձնագիր տալ 19,000 արցախցիների, որոնցից ենթադրաբար ընտրությունների առավելագույնը կարող է մասնակցել 8-9,000-ը, հա, 50-55%, եւ փաստորեն 50-60% աջակցություն ունեցող իշխանությունը վախենում է 8-9,000 ձայնից, որ իր դեմ կարող է քվեարկել։ Ընդհանրապես, ինչպես է գնահատում իշխանության քարոզչությունը, արդյոք իրականում իրենք ինքնավստահության տեղը ունեն եւ ինչ է նշանակում նաեւ այս 1, 2, 3,000 ձայնի համար կռիվ տալը, խնդրեմ։ Իրենք որպես իշխանություն բական է դա պետք է ասեն, քարոզություն անեն, բայց իրականությունը ճիշտ հակառակն է ապացուցում, որտեղ եթե որից է քաղաքական ուժ, համակարգաբար եթե դու իշխանություն ես եւ ունես 50+ եւ վստահ ես այդ կապակցությամբ, քեզ չի պիտի անհանգստացնի, ինչպես դուք ասացիք, մի քանի հազար արցախցիների քվեները, քեզ չի պիտի անհանգստացնի, ես ինչ գիտեմ Գյումրի 2 օպերացիա եթե լինելու է կամ չի լինելու, կամ ես ինչն եմ քաղաքական այսիշ գործիչի կամ այնից գործիչի մասնակցությունը։ Եթե դու այդքան վստահ ես, որ դու ունես եւ ժողովրդի համակրանքն ես վայելում, ժողովրդը քո օրակարգերը երկրորդում է, դու ձայն ես բերելու, բնական է որ նորմալ ճանապարհով կգնաս առաջ եւ այդպես արդար կփորձես ամեն ինչ արդար եւ ճիշտ գնա առաջ։ Բայց եթե արդեն տեսնում ենք ինչպեսի քայլեր ոչ թե այսօր ասկսվել, այլ վաղուց արդեն գուցե 1 տարի առաջվանից այս ամբողջ ռեպրեսիաները, բռնաճնշումները, հալածանքները, կալանավորումները, դրանք բոլորը տեղի են ունենում, շատ հստակ կարելի է հասկանալ, որ իրենց իրենց հասանելի աղբյուրների միջոցով կատարված սոցհարցումների արդյունքում, որը հաստատ ունեն, ասենք անվտանգության ծառայությունների մյուսների կողմից կատարված, հաստատ գիտեն, որ իրենք այդ 50+-ը չունեն եւ ոչ միայն 50+-ը իրենք չունեն, այլ ընդհակառակը այդ 50+-ն ունի ընդդիմությունը եւ հենց դրանից է որ մի տեսակ վախու սարսափ են ապրում եւ նույնիսկ մի քանի հազար ձայներն էլ այս բային իրենց համար կարեւոր է, որպեսզի կարողանան այդ պատկերը փոխեն կամ ինչ-որ քաղաքական ուժի դեմ փորձեն բռնաճնշումներ գործադրել, ոչ թե քաղաքական գործիչի փորձեն տարբեր միջոցներով վարկաբեկել։ Հաստատ կարելի է կարծում եմ բոլորս հասկանում ենք, որ այդ 50+ այս բային իրենք չունեն եւ ոչ թե այսօր չունեն, արդեն վաղուց կարծում եմ իրենք էլ հասկանում են չունեն։ Վերջին ընտրությունների տարբեր ընտրություններ, որ եղել են տարբեր քաղաքներում, կարծում եմ, եթե դրանք բոլորն են նայենք իմ կընդունենք, հստակ է որ իրենք հստակորեն հաջորդ ընտրություններում վստահ, այնպես ասած, հաղթելու որից է շանս չունեն։ Պարոն Մարգարյան, բայց մենք ձեզ հետ միամիտ չենք եւ հասկանում ենք, որ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չի արձանագրելու ժողովրդի մերժումը եւ չի ասում դե ժողովուրդ ջան կներեք, ես գնացի իշխանությունը փոխանցում եմ այս մարդկանց, ում դուք ընտրել եք։ Ամեն կերպ փորձելու է փոխել ժողովրդի կամքի պատկերը եւ սրա մասին է խոսում Կայա Կալասին, Եվրամիություն ուղարկված Արարատ Միրզոյանի նամակը, սրա մասին է խոսում Հական Ֆիդանի հայտարարությունը, սրա մասին է խոսում J.D. Vance-ին այստեղ 9 միլիարդ դոլար ներդրման համար հրավիրել, որ մենք կտանք Միացյալ Նահանգներին այդ գումարները, որպեսզի ստանա աջակցության խոսք Vance-ից։ Այսինքն իրենք հնարավոր բոլոր գործիքներն օգտագործելու են իշխանության պահպանման համար։ Ինչ գործիքների հնարավորություններ ունեն, այսինքն երբ որ կա Եվրամիության եւ Միացյալ Նահանգների աջակցություն, իրենք կարող են մարդկանց ծեծել, կեղծել, գուցե նաեւ առիթը գա Աստված ոչանի սպանել մարդկանց, բայց պահել իշխանությունը կամ փորձել պահել իշխանությունը։ Միայն պարզամիտ մարդը կարող է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը պարտվելուց հետո, եթե ընտրությունները նույնիսկ մեծ ձայներ չշահելով պարտվի, իշխանությունը հանգիստ հանձնելու, հաջորդ առավոտյան հայտնվելու էկրաններին, ասի ժողովուրդ ջան ներողություն, իմ խաղաղության օրակարգը դուք չեք երկրորդում, ես գնում եմ, այլևս չկամ։ Կարծում եմ բոլորս էլ գիտենք, որ դա տեղի չի ունենալու եւ կարևորն է որ գիտենք տեղի չի ունենալու, այսինքն այն ժամանակ ես դու անակնկալի գալիս, երբ կարծում ես որ դիմացինի չես ճանաչում, կարծում ես որ դիմացինը արդար է խաղալու, ամեն ինչը ճիշտ է անելու, հետո անակնկալի ես գալի այդ ամեն ինչը տեսնելով, բայց մենք արդեն իսկ գիտենք որ Նիկոլ այդ ամեն քայլերին գնալու է եւ
քանի որ գիտենք, բնականաբար դա մեզ համար ոչ անակնկալ է լինելու, ոչ էլ անսպասելի է, եւ քանի որ գիտենք, բնականաբար ունենք հնարավորություն կամ մտածելու դրա մասին արտվածն այս մեկ բանից եւ դա կանխել համար։ Ես վստահ եմ, որ ընդդիմությունը այդ մասին մտածում է։ Նիկոլը իսկ ասում եմ հիմա երկու փուլանոց ինչ-որ ծրագիր ունեն, նախ մինչև ընտրություններ, այսինքն փորձեն մինչև ընտրություններ անել ամեն ինչ, որ ընտրությունների արդյունքը իրենց համար ցանկալի լինի, գոնե կարողանալ եթե իրենք էլ այդ 50 պլյուսը չեն կարողանում միայնակ ձեռք բերել, գոնե կարողանան գրպանային ինչ-որ ընդդիմություն մտցնեն ազգային ժողով, հիմա եթե պիտի Գյումրի 2 օպերացիա լինի, Գյումրի 2 օպերացիան իրանց համար լինի, այսինքն իրենք կարողանան այդ գրպանային ընդդիմության ջայները իրենց հետ միացնելով կարողանան իշխանություն ձևավորել, ինչ որ ասենք Երևանի ավականու ժամանակ դոկի կուսակցության հանրային ձայնի օգնությամբ կարողացան դրան ուրեմն հասնել։ Իսկ երկրորդ փուլը, կարծում եմ իրենք արդեն իսկ աշխատում են դրա վրա, դա արդեն ընտրություններից հետո է, եթե չկարողացան մինչև այդտեղ իրականություն դարձնել իրենց ցանկությունները ու ընտրությունները կորցրեցին, հետո ինչ են անելու, ինչ պետք է անեն։ Ես լսեցի ձեր հարցազրույց իշխան Սաղաթելյանի հետ, այնտեղ կարծեմ դուք շատ ճիշտ նկատեցիք, որ նույնիսկ ընտրությունների չեղարկելու կամ այդպես ասած տարբերակներ են արդեն իսկ բոլորս է տեսնում ենք, որ մտածելին այդ ամբողջ օրենքը, որ փոխեցին, ուղղակիորեն հենց դրա է միտված։ Հիմա եթե մենք գիտենք, որ այդ ամեն ինչը կա, բնականաբար ընդդիմությունը չպետք է ձեռքերը ծալած նստի եւ պիտի փորձի, որ այդ բոլոր քայլերին հակադարձելու ինչ որ ձևեր մշակի, այսինքն ես հաստատ չեմ կարծում ընդդիմությունը հիմա այդքան Պարզամիտ է, որ նստելա պատկերացումա, որ ինքը կերտա 50 պլյուսը ընդդիմության Գյումրի 2 օպերացիայով կբերի եւ ամեն ինչը փակված է։ Հաստատ այդպես չէ, մենք հետ ընտրական չափազանց ծանր շրջան ենք ունենալու։ Իսկ ինչ կարող է ընդդիմություն անի, կարծում սա կարևոր են հարցն է։ Հիմա դուք խոսեցիք արտաքին աջակցությունների մասին, որ Նիկոլն այս պահին ունի, այսինքն Թուրքիայի կողմից շատ հստակ կերպով Հական Ֆիդանի հայտարարությունները կային, Եվրամիության կողմից հայտարարությունները շատ հստակ կան, բայց միևնույն ժամանակ նաև, ասենք, Միացյալ Նահանգների տարբերակը կա, այսինքն նրանց աջակցությունն էլ հիմա Ռեդի Վենսը եկավ Հայաստան, նա այդ մի տեսակ այդպես աջակցություն հայտնեց։ Հիմա մեր ընտրության համար կարծում եմ այս ամենը հակազդելու համար մնում է մեկ քայլ, որպես ինքը կարողանա շփման մեջ մտնել, քանի ուժ չի, ասենք թե եվրոպական, թե միացյալ ամերիկյան, հիմա թուրքականի հետ մենք գործ ունենք, բայց գոնե եվրոպական եւ ամերիկյանի հետ հարաբերությունների մեջ մտնելու կարծում եմ հնարավորություն դեռ փակված չի, ունենք մենք այդ լաբիստական հնարավորությունները մտնելու եւ ընդդիմությունը իրեն որպես այլընտրանք ներկայացնի, փորձի բացատրել, որ այն ինչ որ իշխանությունները ներկայացնում են իրականությանը չի համապատասխանում եւ ինքը նույնպես կարող է այդ խաղաղության օրակարգը շատ ավելի արդար ճիշտ կերպով առաջ տանել, որից որ թե շահող դուրս կգա ասենք արևմուտքը, թե Միացյալ Նահանգները, թե այս տարբերակով նաև հայկական կողմը շահող դուրս կգա, ոչ թե շահող դուրս կգա, ոչ թե տարբերակը, որ ասենք Նիկոլն է ներկայացնում։ Օրինակի համար նախագահ Քոչարյանի ներկայացած այդ փաթեթը, որ չեմ հիմա հայտնվել է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում, թե չէ շատ խոսեց դրա մասին իր հարցազրույցում ներկայացրեց, որ այդ թրիփի ճանապարհը դիտենք որպես մի հատ ընդհանուր փաթեթ ճանապարհը շարունակվի, որից Միացյալ Նահանգները ավելի շատ կշահի։ Ես վստահ եմ, որ եթե դա ճիշտ կերպով դրնի նախագահ Թրամփի սեղանին կամ Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմի սեղանին, նրանք դա կընդունեն, որտեղ նրանք այսօր բիզնեսմեններ են, նրանք իրենց շահի հետևից են, եւ եթե ունենան ավելի լավ տարբերակ, քան Նիկոլը, գուցե կարողանան դասել։ Չեմ ուզում շատ էլ այսպես բարձամիտ լինել, ասել ամեն ինչ հաջող կլինի, բայց ամեն դեպքում ձեռքերը ծալած էլ չեն կարող նստել։ Եվ երկրորդը հետընտրական այդ գործընթացների կապակցությամբ Նիկոլին պիտի հասկանա, որ դրա համար ինքը հետո ծանր գին է վճարելու, այսինքն այդպես էլ չի լինելու, որ ինքը, ես ինչ գիտեմ, իր գործընկեր Ալիևի միջոցով փորձելու ինչ-որ մի սահմանափակ հարձակում իրականացնել, հետո այդպես ասած ռազմական դրություն մտցնել, ընտրությունների արդյունքները չեղարկել։ Դա ունենալու է բնականաբար հետևանքներ, որտեղ հիմա այդտեղ արդեն ինքը գործ է ունենալու այդ 50 պլյուս ձայնը տված ժողովրդի հետ, որը հավանաբար դուրս է գալու եւ տեղականգնելու իր քվեներին, այնպես պատկերացնել, որ ժողովուրդը լռելու է, ասելու է դե հարձակում է եղել, հիմա ռազմական դրություն է, մենք կանգնենք իշխանության կողքին, հաստատ այս անգամ դա չի լինելու եւ կարծում եմ Նիկոլը պիտի գիտակցի, որ եթե այդ ճանապարհով գնաց, նաեւ պիտի պատրաստ լինի դրա ծանր գինը վճարելու, նաեւ ասենք նրա արտաքին արտասահմանյան հովանավորները դա պիտի նկատի առնեն, որ հետո իրենք պարտավոր են կանգնել պիտի որոշեն ում կողքին են կանգնում, մի իշխանության կողքի, որ կրակում է իր ժողովրդի վրա, կամ սպանում է իր ժողովրդին, կամ բռնաճնշումներ է գործադրում, կամ հաշվեն իր ժողովրդի տված այդպես կամ արտահայտության հետ կամ տված սայլերի։ Պարոն Արքան, տեսեք, մենք ասում ենք ժողովուրդը դուրս չի գա, դուրս կգա կդժգոհի, հա, իր ձայն հետևից կգնա, ժողովուրդը էլի է դուրս եկել, բայց այս մարդն էլ ցույց է տվել, եթե հետևել եք
բան Սաղաթելյանի հետ հարցազրույցին հենց դրա մասին ենք նաև խոսում։ Այս մարդը ցույց է տվել, որ պատրաստ է նաև կրակելու, պատրաստ է քաղաքացիական պատերազմ հրահարելու։ Սա կարևոր անգրվան է, որտեղ ոնց որ արդեն ընդդիմությունը շատ ճակատագրական որոշումներ կկայացնի այդ առով, հա։ Նիկոլ Փաշինյանն էլ կարծեք հենց դրա վրա խաղում է, հասկանալով, որ ընդդիմությունը չի ուզում քաղաքացիական բախումներ, ընդդիմությունը չի ուզում պետության հիմքերը այնպես թափ հարել, հա, որ հետո կասկած առաջանա պետություն կմնա թե չէ, բայց իսկ Փաշինյանը պատրաստ է գնալ դրան։ Ինչպես չեզոքացնել այդ իր ահաբեկչական դրսևորումները։ Ասենք սրանք երկու տարբեր պարագան է, այն ինչ որ ասենք 2024-ի հունիսի 12-ին, եթե չեմ սխալվում, տեղի ունեցավ ազգային ժողովի, դա լրիվորեն այլ հարթության վրա է, այն ինչի հետ որ մենք պատկերացնում ենք կարող է պատահել հետընտրական գործընթացում։ Այն ժամանակ ընտրություն չէր եղել, ժողովուրդը հավաքվել էր ազգային ժողովի դիմաց մի-որ պահանջով, հիմա Նիկոլը փորձեց դա ձևացնել որպես գրող ազգային ժողովի վրա կոշտ միջոցներ կիրառեց եւ աշխարհն էլ լրես տեսնելով այդ ամեն այդպես անարդարությունը։ Բայց հիմա հետընտրական զարգացումների ժամանակ եթե հենց Նիկոլի կազմակերպած թափանցիկ, բաց, արդար ընտրությունների ժամանակ ընդդիմությունը շահում է 50+9, արդեն ծիծաղելի է այդ պայմաններում խոսել այսիշ ընտրակեղծիքների մասին եւ հետո այդ ընտրակեղծիքների վրա հիմնվելով փորձել ինչ-որ, այդպես ասած, բռնաճնշումներ գործադրել։ Ճիշտ մի տեսակ անհամատեղելի է հիմա ինքը պիտի կարողանա, այդպես ասած, ինքը եթե թափանցիկ ընտրություն է կազմակերպում, նաեւ այդ դրա պատասխանը պիտի տա։ Եվ այն ժամանակ ժողովուրդը արդեն ոչ թե ընդդիմության հրավերով է դուրս գալիս կամ կոչով է դուրս գալիս, որ հետո նրա կոչով գնա դուրս, ժողովուրդը կարծեմ հետո այն ժամանակ դուրս է գալու իր ձայները ապահովելու համար։ Ես շատ ենք խոսել այդ մասին, որ ինչու ժողովուրդը հիմա այսքան ժամանակ չեկավ դուրս, չբողոքեց, փողոցը չլցրեց կամ այդպիսի փողոցային շարժում չձևավորվեց, որտեղ կարծում եմ ժողովուրդը մի փոքր հույս ուներ դեռ եւ շարունակում է ունենալ, որ ընտրություններով կարող է խաղաղ կերպով ինչ-որ բան փոխել, Նիկոլին հաղթել եւ հնարավոր է, բայց եթե Նիկոլ ինքը իր ձեռքով այդ ճանապարհը փակի եւ ես իրան խորհուրդ կտամ դա չանի, այդ դրանից հետո արդեն կարծում եմ հասկանալի կլինի մորս համար, որ նաև ժողովուրդը գուցե սկսի մտածել, որ այլևս այլ ուրիշ հնարք չկա, այն խաղաղ միջոցն էլ, որ ինքը պատկերացնում էր կարելի է Նիկոլին իշխանափոխություն անելու իրավիճակը փոխելու համար, դա էլ է հենց Նիկոլի ձեռքով փակվել, դե արդեն էլ կարծում եմ պիտի անցներ երկրորդ փուլին։ Ես կարծում եմ Նիկոլը այդ իրավիճակը գիտակցում է, հույսում եմ դա կգիտակցեն նաև իր արտասահմանցի արևմտյան կամ ամերիկյան շրջանակները հովանավորները, որ հետո իրանք ինչ են պատասխան տալու։ Սա օրինակի համար այն իրավիճակը չի, որ մի հատ երկրում ընտրություններ են կեղծվում, հետո գնում են կանգնում են ընդդիմության կողքին պաշտպանում են։ Սա ուղղակի իշխանությունն է, որ ընտրություն բնականաբար չի կեղծում։ Հիմա ընտրություններ չկեղծած եւ պարտված իշխանության կողքին կանգնելը իսկապես անտրամաբանական է եւ կարծում եմ այդ արևմտյան երկրները ամերիկյան հասարակությունը նաև պիտի պատրաստ լինի պատասխան տալու իր հասարակական կարծիքին, որտեղ այսօր հասարակական կարծիքը չափազանց մեծ դեր ունի եւ ես կարծում եմ նաև այդ հասարակական կազմակերպությունների հետ մեր ընդդիմությունը անելիք ունի արևմտյան ամերիկյան եւ նրանց բացատրելու այս իրավիճակը, որ այսօր Հայաստանում գոյություն ունի։ Շատ լավ, պարոն Մարկյան, գալով ընդդիմության տեխնացուներին տարբեր տեխնացուներ կան, բայց խոսակցություններն էլ են տարբեր, հա, որ երկրի խնդիրները զուտ տնտեսական են, որ որ Նիկոլին հանենք, ով ուզում է լինի, խնդիրը կլուծվի։ Ես այդ համոզմանը չեմ։ Նախ երկրի խնդիրները զուտ տնտեսական չեն եւ առաջին հերթին տնտեսական չեն։ Եվ երկրորդ Նիկոլը չլինի, ով ուզում է լինի, տարբերակներ ընդունելի չէ։ Հասարակությունը կարծում եմ հոգնել է այս նորարարություններից, փորձարարություններից իր կյանքի հաշվին եւ առաջին հերթին էլիտաները պիտի գիտակցեն, որ պիտի անեն ընտրություն հանուն պետության, հա, կամ աշխատեն հանուն պետության։ Այդ կրիտերիաներով որ նայում ենք, տեխնացուներից լավագույնը Ռոբերտ Քոչարյանն է իր անցյալով, իր կենսագրությամբ, որ կարելի է ասել, որ վստահություն կարելի ունենալ, որ ինքը խնդիրների լուծման ճանապարհը գիտի։ Ժողովրդի մասին չեմ խոսում, էլիտաների մասին եմ խոսում, հա, որովհետև պատմության ընթացքին էլ որ հետևում ենք, ասենք, այնպես չէր, որ ասենք Շարլ դը Գոլը իր առաջին ժամկետում այսպես հիացրել էր ֆրանսիացի ժողովրդին, բայց բերել էր անվտանգություն, հաղթանակի սիմվոլներ, հա, նացիստների դեմ։ Եվ ֆրանսիական էլիտան հասկանալով, որ այո, գուցե ինքը չի սիրում Շարլ դը Գոլին, կարող է դը Գոլը խիստ է, կարող է դը Գոլը
իրենց համար այդ ազատությունների սահմանը չի ապահովում, խոսքը էլիտաների մասին։ Բայց այնուամենայնիվ պետության լավագույն շահից ելնելով գնացին այդ մարդուն խնդրեցին ինչ որտեղ էլ վերադառնալ իշխանության, հա, որպեսզի Ֆրանսիան դուրս գա այն իրավիճակից, որում գտնվում է։ Հիմա հայկական էլիտան ձեր գնահատմամբ հասկանում է այդ իրավիճակը, թե մենք ունենք այն մորթապաշտ էլիտան, որ բացի փող աշխատելուց ու իրենց համար տարբերություն չկա թուրքերին սպասարկող Նիկոլ Փաշինյանի օրոք փող կաշխատեն, թե հայկական շահը սպասարկող Քոչարյանի օրոք փող կաշխատեն։ Մենք ինչ էլիտա ունենք, այդ գիտակցումը կա թե չէ։ Ցավոք սրտի այդ խավը ամեն դեպքում մեր մոտ կա մարդիկ, ովքեր ցանկացած իշխանության կողքին հանգիստ տեղավորվում են եւ փորձում են իրենց տնտեսական կամ ֆինանսական շահերը այդտեղից քաղել, իրենք թքած ունեն ընդհանրապես հայրենասիրության վրա, երկրի գաղափարի վրա, հայրենիքի պաշտպանության վրա։ Իրենց համար կարևորը փողն է եւ այն որ այդտեղից են կարողանում են շահել, որտեղ փողը լինի կամ ֆինանսները լինեն, իրանք այնտեղ են գտնվում։ Ամեն դեպքում ես ամենայն հարգանքով չեմ երկրորդում այն տեսակետը, որ Նիկոլը չլինի, ով ուզում է թող լինի։ Սա նույն այն խոսույթն էր, որ 2018 թվականին առաջ բերվեց, Սերժը չլինի, ով ուզում է թող լինի, հետո դրանից հետո մենք հանգանք Նիկոլին եւ հայտնվեցինք այս դժբախտության մեջ։ Հետաբար ես կարծում եմ երկրորդ անգամ այդ ճանապարհով գնալը չափազանց մեծ սխալ է լինելու։ Եվ նաև դուք ճիշտ ակնարկեցիք, անպայման չի, որ երկրի ղեկավարին բոլոր ամբողջ ժողովուրդը կարող պարտավոր է սիրել, հաստատ այդպես չի, կարևորն է, որ այդ ղեկավարը կարողանա ունենա հնարավորություն խնդիրները լուծելու, փորձ խնդիրները լուծելու համար։ Օրինակ 2018 թվականին անկեղծ ասենք, այդ մթնոլորտով, որ ստեղծվեց առնվազն մի կարճ ժամանակաշրջանում, Նիկոլն ուներ բարձր ռեյտինգ, ժողովուրդը իրեն սիրում էր, ժողովրդի ձեռքի վրա էր բարձրացնում, բայց ինքը չուներ կառավարման փորձ, չուներ որպես տգետ մի անձնավորություն, մեզ բերեց կանգնեցեց այս իրավիճակի մեջ։ Կարծում եմ, այս ամեն ինչը ժողովուրդը դրա միջով մեկ անգամ անցել է եւ հասկանում է, որ երկրորդ անգամ նույն սխալը հավանաբար չպետք է կրկնի։ Եվ կարծում եմ, այո, հիմա մենք կարծում եմ մեր ընտրությունը պիտի կանգ առնի, որտեղ իսկապես ոչ ժամանակ ունենք, ոչ էլ երկրորդ անգամ սխալվելու հնարավորություն ունենք, պիտի կարծում եմ գիտակցենք, որ ընդհանրապես շատ էլ այդպեսի մեծ ընտրություն չկա։ Հիմա եթե նայում ենք մեր քաղաքական դաշտում նրանց մեջ, ովքեր ընտրություններին մասնակցելու մինչև այս պահ հայտ են ներկայացրել երկիրը ղեկավարելու կամ այս վիճակից դուրս բերելու համար, հիմա սիրենք, չսիրենք, մեզ դուր գա, դուր չգա, կողմ լինենք, դեմ լինենք, ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը առնվազն թե չասենք միակ առնվազն այն մի քանի դեմքերից մեկն է, որ ունի այդ հնարավորությունը, փորձը, որի վրա կարելի է կենտրոնանալ, հույս ունենալ, որ այս իրավիճակից կարող է երկիր անել։ Հիմա թե ժողովրդի ընտրություն ինչ կլինի, հնարավոր կլինի դա հասկացնել ժողովրդին, կարծում եմ դա արդեն ընդդիմության աշխատանքն է, որ պիտի կարողանա այս քանի ամիսների ընթացքում տանել։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Մարկյան, վաղուց չէինք զրուցել, հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, զրուցում էի քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ, տեսություն կհանդիպենք։